Նահանգների հետ եւ Չինաստանի հետ եւ հետո գնալ այնտեղից Ճապոնիա եւ այլն, բայց արյութես որ մեզ դա հաջողվեց եւ մեր բոլոր մյուս ցանկացած մի գործընկեր հարգանքով է վերաբերվում մեր հարաբերություններին, մեր մյուս այլ գործընկերոջ հետ, նույնիսկ եթե այդ երկու երկրները միմյանց հետ այնքան էլ գործընկերներ չեն։ Ղազախստանի հետ գնում ենք այս ճանապարհով, տեղի ունեցավ Ղազախստանի նախագահի այցը, քիչ անց սպասվում է Հայաստանի վարչապետի պատասխան պետական այց ուրեմն Ղազախստան։ Ես ուզում եմ այստեղ նաև առանձնացնել Ղազախստանը, դրանք մեր ռազմավարական ուրեմն բնույթի հարաբերությունները ընդգրկում են եւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական Ղազախստանը առաջի երկրներից մեկն էր, որը շատ հստակ աջակցություն հայտնեց խաղաղության խաչմերուկ նախագծին եւ այժմ շատ շահագրգռված է ուրեմն ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ եւ հենց հիշենք նոր օրերս հայտնի դարձած տեղեկությունների մասին, որ Ղազախստանից ծորեն է առաքվելու Ադրբեջանով, իհարկե ոչ ուղիղ, որտեղ երկաթուղային ենթակառուցվածքը դեռ կապած չի, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Հայաստան, այստեղ Ղազախստանի կոմպոնենտ ասեցի, ուզում եմ նաև շատ դրական գնահատել Ադրբեջանի համապատասխան որոշումը, սա հենց այն է, ինչի մասին անդադ խոսում ենք, ենթակառուցվածքների ապաշրջափակում, հարաբերությունների կարգավորում եւ հետզհետե բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ Եվրոպական ուղղության անդրադարձա նորից ես այսօր հարգելի գործընկերներ, բոլորը ովքեր հետաքրքրված են հրավիրում եմ, հաջորդիվ երկու նիստերին հանձնաժողովների, մեկը Եվրասիական ասեցի ուրեմն հանձնաժողովին եւ մյուսը Եվրոպական ինտեգրման ազգային ժողովի հանձնաժողովի նիստերին։ Նորից ես ներկայացնելու հիմա շատ չեմ մանրամասնի, բայց ասեմ, որ բավականին էական ուրեմն բաղադրիչներ ունեն Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը բավականին էական եւ նոր փաստաթղթեր են նաեւ նախատեսվում ստորագրելու Մերձավոր Արևելքի երկրների հարաբերությունները իհարկե մեր ուրույն տեղ ունեն, մենք կհիշեք եւ Սաուդյան Արաբիայի հետ ուրեմն ճանաչեցինք, միմյանց հարաբերություններ հաստատեցինք ավելի ճիշտ միմյանց եւ հիմա այդ շատ լավ երկխոսություն են ընթանում եւ մենք որոշում կայացրեցինք Օմանում բացել դեսպանություն Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ ուզում եմ առանձնացնել նաև իհարկե չեմ կարող բոլորին թվարկել, բայց որևէ մեկին ում չեմ թվարկում, որևէ մեկի այդպիսի երկրի հետ հարաբերությունը մեր համար նվազ կարևոր չեն, բայց անպայման ուզում եմ ընդգծել Միացյալ Արաբական Էմիրությունների եւ նաև Կատարի հետ մեր ունեցած հետաքրիր ընդլայնվող օրակարգը, ասիական տարածաշրջանը դե իհարկե Չինաստան նշեցի, դուք ավելացրեցիք, Ճապոնիան շատ կարևոր գործընկեր է, մեզ համար իթիվս մյուս շատ կարևոր գործընկերների, գիտեք որքան ինտենսիվ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, այո, էլի չարթարացնելով բոլոր չարագուշակ ուրեմն կանխատեսումները մեզ հաջողվեց հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, ինչը համարում եմ չափազանց կարևոր ձեռքբերում։ Ես հիմա ուզում եմ շատ չչարաշահել ձեր համբերությունը եւ ժամանակը, բայց այսինքն մենք շատ ինտենսիվ օրակարգ ունենք տարածաշրջանի մյուս երկրների, նույն Ուզբեկստանի հետ, Լատինական Ամերիկա, Աֆրիկային ենք շատ մեծ ուշադրություն դարձնում, բայց երևի մի փոքր ճիշտ չի լինի, եթե շատ մանրամասն շարունակեմ այս երկրներին նաեւ տարածաշրջաններին անդրադառնալ, ընդհանուր առմամբ հիշելով նաև որ բյուջետային գործընթացի շրջանակներում ենք հանդիպում ֆինանսների նախարարը արդեն ասեց բյուջետային քննարկումների արդյունքում 26 թվականի համար արտաքին գործերի նախարարության